Հայաստանը Եվրամիության հետ մեկտեղ կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, հարգելի հեռուստադիտողներ, ուրեմն տեսեք, վերջին մեկ ամսվա ընթացքում թիվ 1 քարոզչական թեզը իշխանությունների այն է, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղության աղավնի է։ Մարդը խաղաղություն է բերում, այլ բան է, որ տեսեք նույնիսկ իրական աղավնիները Նիկոլ Փաշինյանի ձեռքից չեն թռնում, ու այստեղ ինքը շատ նմանվում է այն կնոջով Լաչինի Միչանսկի արգելափակման օրերին փորձում էր Արցախում խաղաղության աղավնի թռցնել, բայց դա տեղի չունեցավ, բախներս բերեց, որ Նիկոլ Փաշինյանը ասֆալտին չծեփեց այդ աղավնուն, բայց ինչևէ իրականությունը կայանում է նրանում, որ խաղաղության մասին հայտարարությունների ֆոնին խաղաղության աղավնի չկարողացող թռցնող Նիկոլ Փաշինյանը մեզ կարող է հանգեցնել բերել մի իրավիճակի, որը հանգելու է Ռուսաստանի դեմ պատերազմի, եւ ես սա լուրջ եմ ասում, ես չեմ չափազանցնում, եւ մենք սա ասում ենք հղում անելով Ռուսաստանի Դաշնության կարևորագույն պաշտոնյաներից մեկի հայտարարության։ Ես ինչու եմ Ալեքսեյ Ավերչուկին անվանում կարևորագույն պաշտոնյա, հարգելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը, ներկայիս տրամաբանությունը, որը կառուցվել է վերջին տարիների ընթացքում, որտեղ թիվ 1 թեմանտատնտեսական համագործակցությունն է, մենք քաղաքականը կարող ենք մոռանալ, Ռուսաստանի մասին է խոսքը, այս ամենի ճարտարապետը Ալեքսեյ Օվերչուկն է, եւ հիմա այս մարդը հնչեցնում է գնահատականներ, որոնց տրամաբանությունը հետեւյալն է. եթե Հայաստանը միանում է Եվրամիությանը, ինչու Ռուսաստանը դա պետք է ֆինանսավորի, ինչու Ռուսաստանը պետք է ֆինանսավորի Հայաստանի միանալը մի կառույցի, որը պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի, ու ով ասեց միտքն եք ներկայացնում Ալեքսեյ Ավերչուկի խոսքը, որ պատերազմի ժամանակ Հայաստանը հակառակ ճամբարում չի լինելու, որ դուք ընդհանրապես հասկանում եք ինչա կատարվում, ինչ գնահատականներ են տրվում, Ռուսաստանից մոդելավորում են Եվրամիության հետ իրենց պատերազմը, որտեղ Ռուսաստանին հակադիր բևեռում Հայաստանի Հանրապետությունն է եւ որը պատերազմելու է Ռուսաստանի Դաշնության դեմ։ Եվս մի կարևոր նրբերանգ, սա միգուցե իսկապես համընկել է, որ նույն օրն են այս հայտարարությունները արվում։ Այսօր ինչ է արել Նիկոլ Փաշինյանը, այսօր մասնակցել է մի ցուցահանդեսի, ռազմական ցուցահանդեսի եւ ի թիվս այլնի նշել է հետեւյալը, որ Հայաստանը պատրաստ է կամ կարող է կամ արդեն ստեղծում է 155 մմ տրամաչափով արկեր ՆԱՏՕ-ի ստանդարտների համապատասխան տրամաչափի մասին է խոսքը, որտեղ սովետական 152 է, ՆԱՏՕ-ն 155 մմ, օրինակ Ուկրաինան այդ արկերի հետ կապված ունի խնդիր։ Հասկացեք, հա, ինչա կատարվում։ Ալեքսեյ Օվերչուկը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել մի ճամբարում, որը պատերազմի Ռուսաստանի Դաշնության դեմ, նույն օրը Նիկոլ Փաշինյանը այդ ճամբարի կարևորագույն ռազմական կառույցի ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող արկերի արտադրության մասին է խոսում, ասում մենք ենք արտադրելու։ Դուք տրամաբանությունը գործընթացների հասկանում եք, դուք հասկանում եք, որ այս մարդիկ վախեցնելով ձեզ Ադրբեջանի հետ պատերազմով Հայաստանը ներքաշում են մի դաշինքի մեջ, ներքաշում են աշխարհաքաղաքական մի միավորի մեջ, որը պատերազմելու է Ռուսաստանի Դաշնության դեմ։ Մենք քանիցս սրա մասին ասել ենք, շատ հեշտ է, շատ հաճելի է, հնարավոր է նաև ոմանք այլ տարբերակ չեն պատկերացնում գոյատևելու, քննադատել Ռուսաստանին, ասել, որ իրենք վատ դաշնակից են, որ իրենք սա չարեցին, նա չարեցին։ Այս ամենը շատ հեշտ է անել, կրկին ասենք, շատ հաճելի է երևի որոշ դեպքերում, բայց մի բան է դա անել, մեկ այլ բան է լինել մի դաշինքի մաս, որը պատերազմում է Ռուսաստանի դեմ եւ միանալ այդ պատերազմին եւ գնալ նահատակվել մի պատերազմում, որ ընդհանրապես քոնը չէ։ Այս սա է կատարվում, երբ որ մի ռուս պաշտոնյա ասում է Եվրամիության հետ պատերազմի մասին, Հայաստանի մասին խոսելու համատեքստում, մյուս կողմից էլ Նիկոլ Փաշինյանն ասում է ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող արկեր ենք մենք արտադրելու։ Սա չափազանց լուրջ պատմական տեսանկյունից չափազանց լուրջ պայ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Սա էլ ասենք եւ ամփոփենք մեր այսօրվա զրույցը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հունիսի 7-ին ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնեն Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը, պետք է հաշվի առնեն Նիկոլ Փաշինյանի խոսքերը, պետք է հաշվի առնեն այն, ինչի մասին Ռոբերտ Գասպարյանի հետ խոսում էինք, Եվրամիությունը այնպիսի կառույց չէ, որ ինքը 100%-ով հաշվի է առնելու քո շահերը կամ եթե դու չուզենաս ինչ-որ մի բանի մասնակցես, ինքը քեզ կասի, օքեյ, դու այդ ամեն ինչին մի մասնակցի։ Մենք դեռ չենք սկսել ֆորմալ առումով Եվրամիության անդամակցության այն ուղին, որի մասին խոսում է նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, բայց մեզ արդեն կայակալ է, ասում է, որ դուք համաձայնեցնում եք Բրյուսելի հետ քաղաքականությունը 37%-ով, լավ կլինի 100%-ով համապատասխանեցնեք։ Դա ոչ միայն նշանակում է, որ Հայաստանը պետք է միանա
Եվրամիության 20 պատժամիջոցների փաթեթին ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, այլ նաև պետք է ռազմական գործողությունների ժամանակ իր հնարավորությունները, հզորությունները տրամադրի Եվրամիությանը, ինքներդ պատասխանեք այդ հարցի։ Դուք ուզում եք Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմին մասնակցել, թե ոչ։ Մտածեք այդ մասին։